Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտողներ, մեր վերջին թողարկումներին խոսել ենք Էքսպոյի շրջանակներում կայանալիք միջոցառումների վերաբերյալ, իսկ այսօր ավելի կոնկրետ խոսելու ենք, թե այդ 4 օրերի ընթացքում ինչ հնարավորություններ են ունենալու մեր բուժաշխատողները։ Իսկ այդ մասին կխոսենք իհարկե իմ շատ սիրելի ընկեր, իմ գործընկեր, բժիշկ Նյարդաբան, Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 25-ի համահիմնադիր եւ գիտակրթական նախագծերի համակարգող բժիշկ Ավետիս Ավետիսյանի։ Բարև ձեզ, բժիշկ Ավետիսյան, պարոն Ավետիսյան։ Ինչպե՞ս եք։ Առողջ առավոտ, բժիշկ Ամիրյան։ Կարելի ասել մի քիչ անսովոր է ձեզ այս կեցվածքով տեսնել, իհարկե։ Փոխկապս եւ այս հանդերձանքս պետք է խորտ թվա այս պահին։ Բժիշկ Ավետիսյան, ինչպես նշեցինք, մենք մեր հաղորդումների ընթացքում խոսել ենք Էքսպոյի վերաբերյալ, իհարկե համահիմնադիր տնօրենի հետ եւս քննարկել ենք, բայց այսօր ավելի հստակ ուզում եմ խոսենք, որ այդ 4 օրերի ընթացքում մեր բուժաշխատողները ինչ հնարավորություններ են ունենալու, ինչ են տեսնելու այնտեղ, եւ ես հիշում եմ, որ մեր հաղորդումներից մեկի ժամանակ նշեցիք նաեւ որոշակի անակնկալների մասին, եւ փորձենք մանրամասնել, որպեսզի մեր հեռուստադիտողին եւ մեր բուժաշխատողներին ավելի հստակ եւ կոնկրետ լինի ամեն ինչ։ Այո, եւս մեկ անգամ շնորհակալություն, շատ հաճելի է ձեզ այս կարգավիճակում տեսնել եւ նաեւ ուզում եմ հստակ արձանագրել, որպես հաղորդավար, եթե ամիսներ առաջ դուք ասում եք ես սկսնակ եմ, ես արդեն կարող եմ հավելել, որ դուք պրոֆեսիոնալ եք։ Շնորհակալ եմ։ Գոնե թե առողջապահության ոլորտի մեր գործընկերներին այլևս ոչնչով չեք զիջում եւ շատ ուրախ եմ դրա համար։ Տեսեք, քանի որ օրերը մոտենում են եւ մենք առողջ առավոտը ընդհանրապես ենթանախագիծն է այս ամենի, այս առաքելությամբ սկսեցինք, չնայած ընթացքում բարձեցինք, որ ահագին օգտակար գործ ենք անում, մենք փորձենք մեր սիրելի գործընկերներին, բուժաշխատողներին, ովքեր մինչեւ ինչպես ասում են ականջի ծայրը թաթախված են կենցաղային բժշկագիտական կենցաղով եւ իրենց խնդիրներով, փորձենք այս օրերին փառատոն կազմակերպել նրանց համար եւ այսօր իսկապես հատ-առհատ հասկանանք ինչ հատվածներ կան, ինչ սեգմենտներ կան, ինչ զոնաներ կան, որտեղ իրենց ակտիվությունները իրենք կարող են ունենալ եւ առաջինը թեպետև մենք խոսել ենք համագումարից, բայց փորձենք հասկանալ ինչու պետք է բուժաշխատողները, ավագ եւ միջին բուժաշխատողները, բժիշկներ, բուժքույրեր, բուժեղբայրներ, հարբժիշկներ, ինչու պետք է գան այդ համագումարին, որ մենք կոչել ենք Ցավի բժշկության առաջին հայկական միջազգային համագումար եւ Երևանում Ցավի օրեր արշավ։ Առաջինը նոյեմբերի 27-ին մենք ունենալու ենք նախահամագումարային աշխատաժողովներ, workshop-եր, որոնք լինելու են ամենատարբեր ֆորմատներով։ Այսինքն դրանք կլինեն table-top քննարկումներ, սեղանի շուրջ նստած քննարկում ենք, ինչպես որ բժշկական կոնսիլիումներն են սիրում, ինչ որ հետաքրքիր դեպքեր կլինիկական մոտեցումներ։ Ցավի բժշկության մեջ պացիենտի խորհրդատվությունն անցկացնելը հատուկ հմտություններ է պահանջում։ Այստեղ շատ կարևոր է պացիենտին համոզել եւ ստեղծել այն բարի միջավայրը, որ ինքը դժվարությամբ կարողանա իր համար դժվար նկարագրելի սիմպտոմները, գանգատները փաթեթավորել։ Սրա համար պետք են հատուկ գիտելիքներ եւ հմտություններ, որի շուրջ առնվազն մենք խոսելու ենք եւ կենթանի պացիենտի կամ խաղարկային պացիենտի օրինակով մենք մեր գործընկերներին ենթադրենք ընտանեկան բժիշկ եւ թերապևտներին, առաջին օգնության, այսինքն առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող գործընկերներին սովորեցնենք, թե ինչ առանձնահատկություններ եւ նրբություններ ու շեշտադրումներ պետք է անել, ենթադրենք գլխացավով պացիենտի դեպքում, մեջքի ցավով պացիենտի դեպքում եւ այսպես շարունակ։ Սա մեկ։ Իհարկե մենք նաև փորձելու ենք գործնական հմտություններ սովորեցնել, այդ թվում ախտորոշիչ, ենթադրենք կլինի էլեկտրոներոմիոգրաֆիայի աշխատանքային փորձ, մենք որոշ դեպքերում զուգահեռ կսովորեցնենք որոշ բժիշկների, ինչպես է դա արվում, օրինակ սկսնակ Նյարդաբանը, որ որոշել է էլեկտրոնեյրոֆիզիոլոգիայով խորանալ, բայց միևնույն ժամանակ նաև մեր մյուս գործընկերներին, ովքեր որ հետազոտության ուղղորդում են, բայց այդ պահին իրենց կողքին չեն լինում հիվանդի, արդեն հիվանդի տվյալ դեպքում մահճակալ չէ, բայց հետազոտող բժշկի կողքին նեղ մասնագետի կտեսնեն, թե ինչպես է պատասխանները գնահատում, ինչը ինչ է նշանակում, այսինքն հետազոտության ընթացքը ցույց կտանք եւ թե ինչպես ենք մենք այդ եզրահանգումներին գալիս եւ զուգահեռ կարող ենք մտքեր փոխանակել։ Այ, եթե մենք պարանոցային ենթադրենք C6 կամ C7 մակարդակից ստանում ենք այսպիսի խնդրեմ, ուրեմն մենք ունենք ռադիկուլոպաթիա, այս դեպքում մենք ունենք արդեն կարպալ թունելի համախտանիշ։ Սրա մասին է խոսքը, որ շատ ավելի բաց, այնինչ մենք չենք հասցնում տեսնել մեր կաբինետում նստած, պատկերացնենք, հավատացեք, սա շատ օգնում է։ Որոշ դեպքերում գուցե մեր բժիշկները իրենք հետազոտման օբյեկտը դառնան, որ իրենք մտնեն պացիենտի մաշկի մեջ։
Այս տեսակ ակտիվություններ 7-ից 10 թեմատիկ ուղղություններով ունենալու են հեղինակավոր եւ արտասահմանցի եւ հայ բժիշկներ, որոնք որ վարելու են տարբեր տեսակի սեմինարներ, սիմպոզիումներ, workshop-եր։ Ամսի 28-ից 30-ը արդեն մեր հիմնական գիտական ծրագիրն է, ու քանի որ մենք այն արդեն ամփոփել ենք եւ շուտով պատրաստվում ենք հրապարակել, մենք ունենք շուրջ 50 միջազգային սպիկեր եւ 50 հայ սպիկեր։ Ընդհանուր առմամբ 100 եւ ավելի խոսնակ ունենք։ Սա նշանակում է, որ կոնգրեսին վայել համագումարին, տեսեք ինչու եմ ես խուսափում, ուղում եմ երբեմն գործընկերներից, երբ ասում են գիտաժողով։ Գիտաժողովը կարող է լինել մեծ եւ փոքր, բայց համագումարը արդեն մեծ բանի մասին է խոսում։ Մենք մեր երկիրը ուզում ենք որպես համագումարը, որպես երկրի այցեքարտ, ուզում ենք ցույց տալ, որ տեսեք աշխարհ, մենք էլ կարող ենք մեծ համագումար կազմակերպել։ Ինչու ենք համագումար ասում, որովհետեւ ունենք 100 սպիկեր, որովհետեւ ունենք 1500 պլյուս մասնակից, որովհետեւ հնարավորություն ենք տալիս աշխարհին on-line միանալ մեզ առցանց։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Հիմա ինչի մասին է լինելու, ինչու ովքեր են մեր լսանը, ով է մեր լսանը։ Մենք անցյալ օրը խոսում ենք հավաստագրումից եւ ՇՄԶ կրեդիտներից։ Գրեթե բոլորը, այս անգամ ծրագիրը մեծ է լինելու, լայն է լինելու, քանի որ ցավը միշտ դիսցիպլինար եւ մուլտիդիսցիպլինար խնդիր է։ Եվ թերապևտի գրեթե բոլոր ուղղություններին ենք փորձելու։ Հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք ՇՄԶ կրեդիտավորման հայտերն ենք ուղարկում, մենք փորձելու ենք նաև առողջապահության նախարարությանը եւ այն խողովակներին, որով դանսում է, ապացուցել ցույց տալ, որ տեսեք, մենք խոսում ենք ցավի բժշկությունից դիագնոստիկ մակարդակում, թերապևտի մակարդակում, ընտանեկան բժշկի մակարդակում, ամբուլատոր սեգմենտում, արտակարգ իրավիճակներում, անհետաձգելի բուժօգնության շրջանակներում, վիրահատարանում, վիրահատանից դուրս, պալիատիվ բժշկության մեջ հազար ու մի հարց ենք։ Ենթադրենք, այս ամենը մենք ամբողջացնում ենք ու դա նշանակում է, որ շատ թվով գործընկերներ պիտի հասկանան, թե ինչու է սա իրենց վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև բուժքույրերին, եղբայրներին, որովհետև մենք ունենալու ենք հատուկ սեկցիա, թե որն է բուժքրոջ դերը այս կամ այն խնդրի ժամանակ, հա, որովհետև մենք հետխորհրդային ժամանակահատվածում հատկապես անեստեզիոլոգները գիտակցում են եւ հասկանում են, որ ցավազրկումը, հա, անալգեզիան, անեստեզիան եւ անալգեզիան, հա, փոխկապակցված են ցավի բժշկության հետ, բայց այսքանով չի սահմանափակվել աշխարհը, առաջ է գնացել։ Դրա համար մեր խնդիրն է, որ մեր բոլոր գործընկերները տեսնեն իրենց կտորը, երբ ծրագրին կծանոթանան հանրային առողջապահական ասպեկտները, նյարդահոգեբուժական ասպեկտները, սոցիալական ասպեկտները, կյանքի որակ, հասկանում եք, չէ՞, ինչի մասին է։ Գիտական կտորը, բազային հետազոտությունները հիմնարար, սա ինչ վերաբերում է կոնգրեսին, երբ հրապարակենք, բոլորը կհասկանան, որ գալիս են։ Երկրորդ կտորը դուք ճիշտ նշեցիք, մենք կազմակերպիչների խորհրդով որոշեցինք, որ գիտակրթական ծրագրերի համակարգումը կստանձնեմ ես, որովհետև կես ոտքով էստեղ եմ, կես ոտքով այնտեղ եմ։ Հիշում եք, մենք անցյալ անգամ խոսեցինք ներկայացրու լավագույն դեպքը, դարձիր առաջին դեմքը, ինչի մասին է խոսքը, հարց։ Ովքեր եւ ինչու պետք է սրան մասնակցեն։ Բոլոր դիսցիպլինների մասնագիտությունները կրող բժիշկները, ուսանողները, կլինիկական ռեզիդենտները, ուսանողները իհարկե իրենց ավագ գործընկերների հետ ինչ որ կլինիկական դեպք չեն կարող ներկայացնել, բայց նրանք կարող են նաև պրպտել գրականությունը եւ բերել ինչ որ ֆանտաստիկ դեպք եւ գտնել այդ դեպքը, այսինքն իմաստը այն է, որ մարդկանց մենք խթանենք թեկուզ կլինիկական հետազոտության տեսքով անել գիտական աշխատանք, հավաքագրել տվյալներ պրակտիկ կյանքից եւ դրանք ներկայացնել գիտության լեզվով գիտական համանքի համար։ Մենք այնտեղ ունենք բազմաթիվ անակնկալներ, կախված դեպքերի հայտերի քանակից, արդեն սկսել են առաջին հայտերը, մենք կբաժանենք 4 հիմնական ուղղության, այսինքն վիրաբուժություն, թերապիա, դիագնոստիկա, գուցե հանրային առողջապահություն եւ գուցե 5-րդ ուղղությունը որպես սպეციფიկ դեպքեր, օրինակ հեմոդիալիզ, գեմատոլոգիա եւ այսպես շարունակ, գերիատրիա, այսինքն պրոբլեմ կախյալները, այսինքն այսպես տեսակավորենք, կհավաքագրենք հայտերը, կներկայացնեն, կունենանք անկախ ժյուրի, բոլորին կհետաքրքրի ինչպես ենք ձևավորելու ժյուրին, փորձելու ենք անկախ փորձագետների հետ, յուրաքանչյուրի հետ առանձին պայմանագրով, շահերի բախման հայտարարագրերով, այս ամբողջը ոնց որ ընդունված է ամբողջ աշխարհում, անկախ փորձագիտական հանձնաժողով ունենալ, նաև ինչու՞ չէ գուցե լսանային քվեարկություն ապահովենք, ինչպես որ օրինակ Եվրատեսիլի ժամանակ կա ժյուրիի կարծիք, կա առանձին կարծիք, այսպիսի մեխանիզմներ ենք որոշում, բավարար ժամանակ ունենք, բայց լինելու է անաչառ, որովհետև իմաստն է, որ լինի անաչառ եւ կունենանք տարբեր նոմինացիաներ, այնպես չի որ 1 կամ 2 հաղթող կլինի, այնտեղ տարբեր արդեն կախված նրանից թե ինչ մակարդակի զեկույց կներկայացնեն, մի մասը կտպվեն, մի մասին կմիջնորդենք, որ այդ քեսերը ներկայացնենք միջազգային տպագրության, իմաստը ամբողջ միջոցառման այն է, որ
այն մարդիկ, ովքեր խոսքի բարիեր ունեն այս թվային դարում եւ չշփվելու դարում, նրանք կարողանան հատկապես տեստերով բժշկական ավարտած այդ ընկերները, որոնք իրենք են ասում, մենք բանավոր խոսքի խնդիր ունենք, հաղորդակցման խնդիր ունենք, մենք այդ ճակերտավոր մեր ծույլ գործընկերներին, այդ թվում եւ ձեզ, որ հաճախ բողոքում եք, ես անընդհատ վիրահատանում եմ, ժամանակ չունեմ, հրաշալի առիթ է, որ դուք ձեր ավագ գործընկերների հետ կամ անձամբ ձեր հետաքրքիր դեպքերը բերեք ներկայացնեք։ Սա նպաստելու է նեթվորքինգին, հաղորդաշղթային, ձեռք եք բերելու նոր կապեր, չի բացառվում, որ մտածենք, որ օրինակ երկու դիսցիպլիններ, օրինակ նեֆրոլոգը եւ նյարդաբանը իրար հետ ինչ-որ հետաքրքիր խաչմերուկային դեպք ներկայացնեն։ Հարց հետաքրքիր է իհարկե, ում համար ենք մենք բաց, բոլորի։ Այդ թվում բուժքույրերի, բուժքույրական կլինիկական դեպքերը, իրավիճակների նկարագրությունները, հանրային առողջապահական, կազմակերպչական, այսինքն այն ամեն ինչ վերաբերում է առողջապահությանը, մենք այդ ենթաբաժինները ունենք, այնպես որ կոչ ենք անում բոլորին ներկայացնել, գալ, ինչ որ առումով դա ռեֆերատիվ աշխատանք է։ Բժիշկ Ավետիսյան, բացի այս кейսերից դուք ասում եք, որ առանձին workshop-ի առանձին հատվածները լինելու, այլ ինչ են իրենցից ներկայացնելու այդ workshop-երը եւ ովքեր եւս նշեք, խնդրում եմ, կարող են մասնակցություն ունենալ այդ workshop-երին։ Մեծ սիրով, տեսեք, մենք եթե հատակագիծը մի պահ պատկերացնենք, որ ունենք շուրջ 8000 քառակուսի մետր այդ ամբողջ փառատոնի կամ էքսպոյի հատակագիծը, այնտեղ այդ 8000 քառակուսու մեջ 1000 քառակուսի մետր զբաղեցնում է մեր կոնգրեսի համագումարի լսարանը, աուդիտորիան, դրա ճիշտ կողքին տարանջատված ամբողջությամբ կա եւս 1000 քառակուսի մետր տարածք, որ մենք նախատեսել ենք արդեն ոչ միայն ցավի բժշկության, այլև բժշկագիտության բոլոր դիսցիպլինների համար դարձյալ աշխատաժողովների զոնաներ։ Մենք պայմանական այն բաժանել ենք մոտ 20-25 զոնայի, յուրաքանչյուրը 30, 40, 50 քառակուսի մետր, այսինքն միաժամանակ առանց աղմկելու տարբեր քննարկումներ ու տարբեր աշխատաժողովներ փոքրիկ կարող են այնտեղ իրականացվել։ Ինչ նկատի ունենք, այնտեղ մենք մեծ հավանականությամբ կտեղադրենք, ես հիմա փակագծերը չեմ բացում, բայց Հայաստանում ամենամեծ սիմուլյացիոն կենտրոնն է, որն արդեն կա, պատկանում է բժշկական կենտրոններից մեկին եւ այն ինստալյացիա ենք անելու, որպեսզի ամբողջ հանրապետության բժիշկները գան եւ ծանոթանան ինչ է նշանակում սիմուլյացիոն բժշկություն, ինչու են սիմուլյացիոն կենտրոնները շատ կարեւոր, այսինքն առանց ստրեսի մուլյաժների կամ համապատասխան սարքավորումների վրա սովորել դիագնոստիկա, սովորել վիրաբուժություն, առաջին բուժօգնություն եւ այլն։ Մենք հիմա քննարկում ենք, թե ինչ ծավալով նրանք պետք է ներկայացված որովհետեւ այդ ամբողջը բավական թանկարժեք սարքավորումներ են եւ դրանց տեղափոխումը բժշկական կենտրոնից դեպի էքսպոյի դահլիճ եւ դրա հետ տեղափոխումը հասկանում եք, որ լուրջ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ Ինչ կարող է սա տալ բժիշկներին, ամեն ինչ կախված նրանից, թե որ ուղղությունները կլինի, խնդրում եմ, որ մեր Facebook-յան էջին եւ մեր կայքին հետևեն, մասնավորապես Facebook-ում, դեռ մենք Facebook-ը հայություն ենք, ամենածանրակշիռ ինֆորմացիան տեղակայված է այնտեղ, Armenian International Healthcare Expo 2025, այսպես կապույտ տարբերանշանով մեզ անմիջապես կգտնեն, այնտեղ աստիճանաբար ինֆորմացիայի քանակը շատանում է եւ հետո պատմողական տեսանյութեր են ավելանում, այսպես պակաս չկա ինֆորմացիայի։ Այնտեղ կտեսնեն, թե ինչ կարող են սովորել, բայց բոլոր դիսցիպլինները, օրինակ ակնաբուժություն, ակնաբուժության մեջ եւս կան հետազոտություններ, որոնց շուրջ մենք ռեզիդենտներին կամ հավելյալ ուսանողների համար կարող է բացենք դռները եւ նրանք գան ինչ-որ հետաքրքիր հետազոտություններ տեսնեն, օրինակ օսիցի եւ այլն, եթե կարողանանք դրանք տեղակայեն։ Բոլոր ուղղություններով բանակցում ենք։ Տարատեսակ ուլտրաձայնային հետազոտություններ, սկսած հոդերի սոնոգրաֆիայից, վերջացրած դուպլեքս հետազոտությունը, այն ամենը, ինչ կիրառելի է եւ արտահիվանդանոցային օղակում պայմանական կտեղափոխենք այդ կրթական համալիրները, դուք պատկերացնում եք, չէ՞, քանի զոնա կարելի է։ Դրանք սիմուլյացիոն մուլյաժների վրա են լինելու, թե արդեն որպես Չէ, սրանք արդեն իրական կամ կլինեն հեղինակավոր ընկերությունների դեմո սարքավորումներ, կամ կլինեն իրական սարքավորումներ, որոնք ժամանակավորապես մեր գործընկերները նպատակային տեղափոխում են այնտեղ ըստ ուղղությունների։ Այս ամենը մի հաղորդման շրջանակներում իմաստ չունի, որ ես հատիկ ներկայացնեմ, բայց գրեթե ներկայացված են լինելու բոլորը։ Սրտաբանություն, հա, այսինքն ոչ ինվազիվ կամ մինիմալ ինվազիվ, ինչը հնարավոր է հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, դեմո տարբերակով ուսուցողական կտորով ինչ որ կարող է լինել, այնտեղ ներկայացված է լինելու բոլոր մասնագիտությունները ներառյալ։ Ես չեմ խոսում առաջին բուժօգնության զոնաներից, տրեյնինգներից, այս տեսակ ակտիվություններից։ Հաջորդ հարցը, որ կարող եք տալ, իսկ ինչպես կարող են բժիշկները ներկայացված լինել։ Մենք այս տարի նորարարություն ենք արել, մենք որոշել ենք եւ առաջարկում ենք, որ բոլոր բժիշկներն այսօր ունեն անձնական էջեր։ Համաձայնեք Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում, եթե տարիներ առաջ դա դիտվում էր անհամեստություն, ես անցել եմ այդ փուլը, երբ առաջին անգամ
սոցիալական հարթակներում արդեն պաշտոնական էջը դրեցի, այդպես կիսակատակ այս արդեն աստղի եւ այսպես հոլիվուդյան ինչ-որ sense կատակներ էր, բայց ես հետո տեսնում եմ, որ այդ նույն ընկերները շատ ակտիվ այսօր ռիլեր են նկարում։ Ներողություն Բիշկազյան, դա կարծես արդի է դարձել եւ կարևոր պայմաններից մեկն է դարձել, առանց դրա արդեն Ես շատ նորմալ առանց չարախնդությամբ եմ առանց չարախնդության եմ այս ամենը հիշատակում, սա նորմալ է եւ ես երջանիկ եմ, որ այդ մարդկանց մտահորիզոնը այնքան է ընդլայնվել, որ իրենք այսօր հասկանում են դրա անհրաժեշտությունը եւ դա ժամանակի հրամայականն է։ Չխորանալով մանրամասների մեջ թե ինչպես ոնց դրա տակ ինչ կարող է լինել, այդ PR-ի կարող է լինել պրոֆեսիոնալիզմ եւ կարող է ճիշտ հակառակը լինել, դա ժամանակը ցույց է տալիս եւ պացիենտները իրենք են հասկանում։ Բայց մենք այս էքսպոյի ժամանակ հնարավորություն ենք ընձեռում բավական մաչելի տարբերակով, որ բժիշկները ունենան իրենց անհատական տաղավարները։ Այսինքն գրագետ ցիվիլ տպագրության վրա մենք տեսել ենք, չէ, Երևան քաղաքում կան բաներներ, որոնք շատ թանկ արժեն իրականում մի բժշկի համար, ամսով կամ շաբաթներով նրանք վարձակալում են առանցքային ուղղություններով, սա նորմալ է, սա գովազդ է, սա պետության զարգացվածության մասին է խոսում, առողջապահությունը այո ունի կոմերցիոն բաղադրիչներ եւ սա եւս նորմալ է, որովհետեւ յուրաքանչյուր գիտություն ունի կոմերցիա, անգամ պետությունն ունի կոմերցիա։ Բոլորս երբ որ ինչ-որ բիզնես ենք անում, կոմերցիա է, բոլորս երբ որ ծառայություն ենք մատուցում ենք կոմերցիայի շրջանակներում։ Եթե անգամ բարեգործական հիմնադրամում ենք աշխատում, այդ հիմնադրամը սնուցվում է ինչ-որ մեկի կողմից եւ այսպես շարունակ։ Հետեւաբար մենք դաշտ ենք ստեղծում, որ առաջատար բժիշկները, ովքեր համարում են իրենց ներսում այդքան բարձր ինքնագնահատական ունեն, որ իրենք պետք է այդտեղ առանձին տաղավարով 4 օր ներկայացված լինեն, խնդրեմ թող ծանոթանան մեզ հետ։ Մենք ունենք առանձին այդպիսի օթյակ բժիշկների հեղինակավոր, այնտեղ բավականին լուրջ արդեն հետաքրքիր մրցակցություն է սկսել ծավալվել։ Ես այսքան քառակուսի մետր եմ ուզում, ես սա եմ ուզում, ես այս հավելյալ օժանդակ, սա նորմալ է, որովհետև բժիշկների համար օրեցօր ծաղկում եւ ծլում են այն ընկերությունները, որոնք անհատական SMM են անում։ Սոցիալ մեդիա մարքեթինգ։ Հետևաբար մենք որպես ամենախոշոր առողջապահական հայկական հարթակ այս պահին, որ ձևավորվել է եւ ձնագնդի նման ձևավորվում է, մեծանում է, մենք առաջարկում ենք top մասնագետներին գալ եւ այնտեղ ներկայացնել իրենց։ Բացի դրանից մենք ունենք քննարկումներ եւ բանակցություններ ենք վարում, որովհետեւ մեր երկրի հեղինակավոր մասնագետները բժիշկների արդեն որպես շահառու ու կողմն եմ ասում, իրենք գան եւ open speech-եր են կոչվում ամբողջ աշխարհում, բաց խոսք ունենան հանդիսատեսի քաղաքացիների համար, այսինքն նախապես գրանցումով ենթադրենք ժամային գրաֆիկ կա, մի լսարան է, որտեղ նստում է 30 քաղաքացի, իրենք գալիս են հեղինակավոր սրտաբանից խորհուրդներ են լսում, թե իսկապես ինչ միֆեր կան, ինչու պետք է խոլեստերինը այսպես ստուգել, էնդոկրինոլոգից լսում են վահանաձև եղձի մասին, լսում են շաքարային դիաբետի մասին։ Այսինքն մենք բաց ենք, որ այսօր մեր գործընկերները, եթե ման են գալիս այդ պլատֆորմները, իրենց անգամ պացիենտներին, ընտանիքի անդամներին կանչեն, ուղարկեն գան։ Փաստաթղթերի բժշկական վարման, հա, տեղեկացված համաձայնագրեր, իրավական նորմատիվ ակտերի հետ քաղաքացիներին ծանոթացնելու։ Դուք պատկերացնում եք ինչքան բան կարող է լինել։ Բավականին մեծ մասշտաբ է բժշկավետության, բավականին եւ բավականին հետաքրքիր, որ ամեն մի ոք կարող է իր հետաքրքիր կետը եւ անկյունը գտնել այդ 4 օրերի ընթացքում։ Բուժ աշխատողը կարող է լինել ինքը սպառող, կոնտենտի, բովանդակության, ինքը կարող է լինել բովանդակություն ստեղծողը եւ ինչ որ ձևով ներգրաված լինողը։ Այսինքն հարթակը ինքը բաց է եւ մենք բաց ենք ցանկացած կրեատիվ առաջարկի համար, մամլո ասուլիսները ուղիղ։ Մենք այնտեղ ունենալու ենք նաև առողջ առավոտի տաղավարը, հրավիրում ենք բոլոր մեր գործընկերներին։ Այո, եւ կարծում եմ, որ ձեր ուսերին շատ մեծ բեռ է լինելու, որովհետեւ ես այնտեղ այո փողկապը այսպես հակից պտտվելու եմ, հյուրերի եմ դիմավորելու, ճանապարհելու եւ բեռը առողջ առավոտի մնալու է ձեր վրա, ինչի կապակցությամբ ես շնորհավորում եմ ձեզ։ Բայց պետք է ունենանք հարցազրույցներ, հետաքրքիր կարճ ռիլերի տեսքով, մարդկանց կարծիքը մենք պետք է կարողանանք ձևավորել առողջ ապրելակերպի դրական կողմերը։ Մենք հաճախ ունենում ենք առողջապահությանն ուղղված բացասական մեծ ալիքներ, բայց սա նորմալ է, այնքանով է նորմալ, որ առողջապահությունը ինքնին կանխարգելիչ առողջապահությունից զատ ամեն ինչ եթե հասնում է հիվանդության, մարդը տրամադրություն չունի, մարդը չի պատրաստվում այդ ծախսը անել, չնախատեսված է, դա ծովի հանգիստ չէ, որ մարդը հաճույքով այդ փողը վճարի։ Հետևաբար մենք բժիշկներս այստեղ պետք է համախմբվենք։ Հաղորդաշղթա հանուն առողջության մեր կարգախոսն է, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ networking կոչվածը հենց այստեղ է։ Եվ կարծում եմ, որ այստեղ շատ լավ հնարավորություն է օրինակ առողջապահության կազմակերպիչ մեր գործընկերների համար, ովքեր էլի բուժաշխատողներ են, չէ, կապ ունեն, աշխատաշուկայի եւ հետաքրքիր կադրերի
որսալու headhunting է, չէ՞ կոչվում այս ուղղությունը զարգացնելու համար։ Շատ կարևոր է, որ եթե բժիշկները կամ բուժքույրերը գալիս են կամ բուժեղբայրները գալիս են, նրանք շրջեն տաղավարներով, անձամբ ծանոթանան այդ կենտրոնների ղեկավարների եւ top management-ի ներկայացուցիչների հետ եւ անկեղծորեն տան իրենց այցեքարտը, ասեն ես ուզում եմ որ ձեզ մոտ հարցազրույցի գամ, այս ինչ, այսինքն բաց շփման հնարավորություն է, ով ինչ ուզում է թող առաջ տանի։ Առանց սահմանափակման բուժաշխատողները այստեղ հնարավորություն ունեն գալու եւ ներկայացված լինելու։ Շնորհակալություն բժիշկ Ավետիսյան, համենայն դեպս բավականին հստակ, բավականին մանրամասն ներկայացրեցիք եւ ամփոփենք, հա, որպես կարելի ասել ամփոփենք այդ ամբողջ այդ գաղափարին, ինչ որ ողջունելի է, որ ամբողջ մի մեծ թիմով աշխատում եք, ամփոփենք եւ ինչ հստակ ցուցումներ չասեմ, որպես այսպես շատ պաշտոնական ուղերձ այո, ուղերձ կարելի է ասել, որպեսզի մեր բուժաշխատողները իհարկե հասկանան, որ սա արվում է մեզ համար, բոլորիս համար, բուժաշխատողներիս համար եւ այո, յուրաքանչյուրս այդ 4 օրերի ընթացքում ինչ որ մի բան քաղելու ենք եւ ինչ որ մի նոր հնարավորություն եւ նոր դռներ բացվելու են միանշանակ։ Բժիշկ Ամիրյան, քանի որ ձեր հարցադրումները ավելի նեղ մասնագիտական եւ բժշկական կոնտենտի մեջ էին, ես ասեմ, որ երկրորդ կտորը կա, որ բուժաշխատողներին պիտի որ շատ հետաքրքրի, որովհետեւ մենք միշտ զբաղված ենք եւ չենք հասցնում ժամանց ունենալ։ Լինելու են շատ հետաքրքիր մշակութային ակտիվություններ, սկսած բացման արարողության հետաքրքիր մեծ նվագախմբի պլանավորում ենք աստված առաջ որ ստացվի ներկայացումից, վերջացրած դիսկոտեկից, բայց ցիվիլ դիսկոտեկից, սպիտակ բանակի համար նախատեսված բարձրորակ ճաշակով DJ-ի ներկայացումից եւ այս տեսակ ակտիվություններից, ենթադրում ենք, որ լայվ ներկայացումից, որը կունենա նաեւ առողջապահական մեսիջներ, ազգային պարերից եւ ժամանցից ու նեթվորքինգից։ Ինչու պետք է բժիշկները գան հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսին, որպեսզի ինքնակրթվեն մեր օգնությամբ, նոր կապեր ձեռք բերեն, նոր հնարավորություններ ձեռք բերեն աշխատատեղերի եւ ընդհանրապես կապերը ուժեղացնելու ինքնաիրացման համար եւ իհարկե ժամանցի ու մշակութային ակտիվությունների համար, որից սովորաբար մենք զրկված ենք լինում, երբ որ անverջ հերթապահում ենք։ Այնպես որ մեծ սրտով բոլոր բուժաշխատողներին մենք լիարժեք հրավիրում ենք, ել չեմ ասում, որ հոդվածներ կարող են տպագրել անվճար, ել չեմ ասում, որ կարող են գիտական հանդեսները եւ իրենց абստրակտները հայտնվել եվրոպական հարթակներում, on-line ռեեստրներում, Պարզապես կոչ եմ անում բոլորին միանալ մեր Facebook-յան էջին, ակտիվորեն հետևել, եթե ունեն հարցեր թող մեզ ուղղեն, հեռախոսահամարները տրված են, մեր գործընկերները սիրով կպատասխանեն, անհրաժեշտության դեպքում նաև նախահանդիպումներին կհրավիրենք եւ կիրազեկենք։ Այս ամենը անում ենք իրար համար, իրար ուժեղացնելով, հավատում ենք, որ համագործակցության շնորհիվ մենք կարող ենք աշխարհի առջև Հայաստանի դռները բացել, Երևանը դարձնել առողջության քաղաք, իսկ Հայաստանը դարձնել առողջապահական տարածաշրջանային լուրջ կենտրոն, ոչ միայն հիվանդ բուժելու տեսակետից, այլև գիտության, նորարարությունների ամեն ասպեկտներով, որ այսօր մեզ կարող են հուզել, շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն բժիշկ Ավետիսյան, սիրելի հեռուստադիտողներ, դուք եւս իհարկե, սա միայն բուժաշխատողներին չի վերաբերում, դուք եւս կարող եք ներկա գտնվել, այնպես որ եւ սիրելի հեռուստադիտողներ եւ սիրելի բուժաշխատողներ, նոյեմբերի 27, 28, 29, 30-ը վերցնում ենք մեր օրացույցերում օղակի մեջ եւ անպայման փորձում ենք գոնե օրերից որևիցե մեկում ներկա գտնվել եւ հասկանալով չգտնվելու դեպքում ինչ կարող ենք բաց թողնել։ Իսկ դուք առողջ եղեք, մենք կհանդիպենք։ Հաջողություն։